Արմրազո լրատվականի եթերում ԱՊՀ եւ արտերկրի նորություններն են, ստուդիայում է Աննա Ավագյան, այս թողարկմանը լսեք։ Մեծ Բրիտանիայի վարչապետն հայտարարել է, որ Թուրքիան պետք է դառնա Եվրամիության անդամ։ Իրանը կարող է հրաժարվել Եվրոպային նավթ վաճառելուց, նախքան Եվրամիության բեռնարկելքի ուժի մեջ մտնելը։ Պակիստանում դեղորայքային թունավորումից զոհերի թիվը հասնում է 100-ի։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Ադրբեջանական Թրենդ լրատվական գործակալության փոխանցմամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը երեկ Եվրախորհրդի խորհրդարանական վեաժողովի ձմեռային նստաշրջանի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան պետք է դառնա Եվրամիության անդամ։ Հիշեցնենք, որ 2010 թվականի հուլիսի 27-ին Քեմերոնն Անկարայում հայտարարեց, թե Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելը կնպաստի մուսուլմանական աշխարհի հետ Եվրամիության հարաբերությունների բարելավմանը։ Բացի այդ, Քեմերոնը սուր քննադատության ենթարկեց այն երկրներին, որոնք Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու հարցում գիտակցաբար իսլամատիացություն են առաջացնում։ Ըստ Քեմերոնի, Թուրքիան չափավոր իսլամական երկիր է եւ անհրաժեշտ է իսկական իսլամը տարբերել նրա ծայրահեղական տարբերակներից։ Քեմերոնը նաեւ ընդգծել է Թուրքիայի դերը որպես ՆԱՏՕ-ի անդամ։ Նա ասել է. «Երբ ես պատկերացնում եմ, թե Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ որքան շատ բան է արել Եվրոպայի պաշտպանության համար եւ այն, ինչ հիմա է անում Աֆղանստանում մեր եվրոպական դաշնակիցների հետ, ապա զայրույթ եմ ապրում, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը դանդաղեցվում է»։ Բրիտանական Financial Times թերթի փոխանցմամբ Իրանը կարող է հրաժարվել Եվրամիությանը նավթ վաճառելուց, նախքան իր նավթի ներկրման վրա Եվրամիության սահմանած բեռնարկելքի ուժի մեջ մտնելը։ Իրանցի խորհրդարանականներն այս մասին օրինագիծը կարող են հաստատել կիրակի օրը։ Իրանի խորհրդարանի էներգետիկ կոմիտեի ներկայացուցիչ Էմմա Հուսեյնին հայտարարել է, որ եթե այդ օրինագիծը հավանության արժանանա, ապա կառավարությունը պարտավոր կլինի կասեցնել Եվրոպայի նավթի վաճառքը, նախքան իրանական նավթի ներկրման վրա Եվրամիության սահմանած բեռնարկելքի ուժի մեջ մտնելը։ Նա հավելել է, որ ինքը եւ շատ այլ պատգամավորներ անհամբերությամբ սպասում են կիրակի օրվան, որպեսզի հավանության արժանացնել այդ օրինագիծը։ Հիշեցնենք, որ Եվրամիությունը իրանական նավթի ներկրման վրա բեռնարկելք է դրել հունվարի 23-ին, սակայն Եվրամիությունը իրանական նավթի ներկրումից ամբողջովին հրաժարվելու է հուլիսի 1-ից։ Հորդանանի թագավոր Աբդալլահ II արաբական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում վրդովմունք է հայտնել Իսրայելի գործողությունների նկատմամբ, քանի որ վերջինս չի ցանկանում զիջումներ անել պաղեստինցիներին խաղաղության գործընթացում։ Ինչպես հաղորդում է իսրայելական մամուլը, նա ակնարկել է, որ իր երկիրը մի շարք լծակներ ունի Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար։ Պարբերականի տվյալներով Աբդալլահն ակնարկել է, որ եթե Իսրայելը ընդառաջ գնալու որոշ ունակություն չցուցաբերի, ապա այդ երկիրն ուսումնասիրում է նրա հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցնելու կամ դրանց մակարդակն իջեցնելու հնարավորությունը։ Հորդանանի թագավորի դժգոհությունը առաջացել է Պաղեստինի եւ Իսրայելի միջև բանակցությունների շուրջ խորհրդակցության տապալումը։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում տեղի ունեցած այդ խորհրդակցության ժամանակ Իսրայելը հերթական անգամ հայտարարել է, որ չի դադարեցնի գրաված տարածքներում նոր բնակավայրերի շինարարությունը, միևնույն ժամանակ պաղեստինցիները պնդում են, որ բանակցությունները կարող են վերականգնվել միայն շինարարության դադարեցումից հետո։ Ամանում ընթացած խորհրդակցությունները, որոնք ուղղված էին ստեղծված փակուղուց դուրս գալուն, ոչ մի բանի չեն հանգեցրել։ Հորդանանը վերջին մուսուլմանական երկիրն է, որի հետ Իսրայելը լիարժեք դիվանագիտական հարաբերություններ է պահպանում։ Ավելի վաղ այդ երկրների շարքում էին նաև Թուրքիան եւ Եգիպտոսը, սակայն երկու պետություններն էլ տարբեր պատճառներով սառեցրին դիվանագիտական կապերը Երուսաղեմի հետ։ Անորակ դեղամիջոցների թունավորման հետևանքով Պակիստանում զոհերի թիվը հասնում է 100-ի, այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-10 գործակալությունը։ Մարդիկ ընդունել են տեղական արտադրության դեղեր, որոնք նախատեսված են եղել սրտանոթային հիվանդությունների կանխարգելման եւ բուժման համար։ Դեղորայքը նշանակվել է տեղի հիվանդանոցների եւ պոլիկլինիկաների ավելի քան 25,000 հիվանդների։ Տեղական իրավապահ մարմինների նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Դեղորայք արտադրող ընկերությունը փակվել է մինչ հետաքննության ավարտը։ Այսքանը միջազգային լրահոսից այս ժամի համար, շարունակեք հետևել կեսօրին Կարինե Տոնոյանի հետ, մինչ հանդիպում։